Մենք օրինակ նայում ենք, մենք մինչև այս պահը ինչքան ուսումնասիրել ենք, անկլավների գոյության իրավական հիմք չենք գտել։ Հիշում եք մի քանի անգամ կամ ձեզ այս ֆորմատով կամ այլ տեղերում ասել եմ քարտեզը ինչ է, քարտեզը գծագիր է, որ ոնց կարող ես գծել, պետք է իրավական հիմքը նայես։ Եվ մենք այս պահի դրությամբ ինչքան ուսումնասիրում ենք իրավական հիմքերը, անկլավների գոյության իրավական հիմք չենք տեսնում, չենք գտնում։ Մեզ թվում է, որ մենք այս մի տարվա ընթացքում արդեն բոլոր հնարավոր փաստաթղթերը ուսումնասիրել ենք։ Բայց նաև ուզում եմ արձանագրել, որ այս պահի դրությամբ այդ իրավական հիմքը մենք չենք գտնում։ Շատ է խոսում անկլավներ։ Նիկոլ Փաշինյան 2022 թվական ելույթը կարելի էր վերնագրել «Հետ բերեք հին Նիկոլին»։ Ես հիմա հարց առաջանում, ուսումնասիրությունները շարունակել եք իրավական հիմքեր եք գտել, եթե այո, ներկայացրեք, որովհետև հարց է առաջանում, ինչ իրավունքով, ինչ տրամաբանությամբ դուք կանգնում եք ամենաբարձր պետական ամբիոններից, ամենաբարձր պետական մակարդակով Հայաստանի Հանրապետության տարածքը, հայկական բնակավայրերը անվանում եք ադրբեջանական անուններով։ Եթե ձեր տրամաբանությունը այն է, որ կա ինչ-որ քարտեզ, ձեր ղեկավարը ասում է, որ քարտեզը ընդամենը գիծ է, բայց եթե դեն շատ հետ գնաք, կգտնեք քարտեզներ, որտեղ Հայաստանի Հանրապետություն չկա։ Հայաստանը բաժանված է օրինակ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև։ Կարող է մի օր գաք, այդ քարտեզը վկայակոչեք։ Եթե ձեր տրամաբանությունը այնն է, որ Ադրբեջանը ինչ անունով անվանում է մեր բնակավայրերը դուք կրկնում եք, մեր բոլոր գրեթե բնակավայրերը ունեն ադրբեջանական անուններ։ Երևանին գիտեք, չէ՞ ինչ են անվանում, Սևանին, Սյունիքին,